Շանթի եթերը շարունակում է հեռանկարը։ Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավն ավարտվում է։ Շուրջ 1 ամիս քաղաքական ուժերը ներկայացրել են իրենց ծրագրերը, հանդիպել քաղաքացիների հետ, փորձել համոզել ընտրողներին եւ ստանալ նրանց վստահությունը։ Այսօր մեր տաղավարում ուժեղ Հայաստան դաշինքի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանն է։ Խոսենք քարոզարշավի արդյունքների, այս ընթացքում ամենաշատ քննարկված թեմաների, ընտրությունների շուրջ հնչող գնահատականների, արտաքին ազդեցությունների մասին խոսակցությունների, ինչպես նաեւ անվտանգության եւ սոցիալ-տնտեսական ծրագրերի մասին։ Պարոն Կարապետյան, նախ շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Ամենաթարմ ըստեյության թեմայից սկսենք։ Բարև ձեզ, պարոն Հակոբյան, շնորհակալ եմ հրավիրելու համար։ Հայտնի դարձավ, որ Հանրապետության կուսակցությունը դիմելու է կենտրոնական ընտրական հանձնաժողով, ամեն դեպքում նրանց կողմից այդպիսի հայտարարություն հնչել է, որպեսզի քննարկվի ուժեղ Հայաստան դաշինքի մասնակցություն ընտրություններին չեղյալ հայտարարելու հարցը։ Ձեր մեկնաբանությունը։ Իշխանությունը ստացել է վերջին հարցումների պատասխանը։ Վերջին հարցումներով, անգամ ամենապեսիմիստական հարցումներով նրանք գնում են։ Փաշինյանը գնում է։ Ու այդ պատճառով կարող է փորձի ժողովրդից գողանա ընտրությունները։ Մենք պետք է ուշադիր լինենք, սիրելի հայրենակիցներ։ Շատ կարևոր պահ է։ Այս ուժը, այս իշխանությունը գնում է եւ փորձելու է տեխնիկական ինչ-որ ձև հնարավոր է փորձի խոչընդոտել ժողովրդավարությունը մեր երկրում։ Առաջի անգամ փորձի խոչընդոտել ուղիղ ձևով այսպես։ Ինչ է անելու ձեր քաղաքական ուժի այս դեպքում։ Մեր ժողովուրդը միշտ իր պատասխանը ունի, բայց հուսով եմ այդպիսի կարմիր գիծ չեն անցնի, անգամ եթե պարտվում են, տենց բան չեն անի, որովհետև դա արդեն նախադեպ է յուրաքանչյուր հաջորդ իշխանության համար եւ դա բերելու է լրիվ ուրիշ հետևանքների, որովհետև լեգիտիմությունը Հայաստանում լինելու է ընդդիմության առաջնորդ ուժի ձեռքը։ Հուսով եմ այս լուրը իրական չէ, այս լուրը հերքվելու է եւ մենք ընտրություններով կգնանք խաղաղ ընտրական process-ներով իշխանափոխության։ Ոնց կարծեն, դուք ասում եք իշխանությունը գնում է, բայց իշխանությունը չի դիմում։ Այսինքն քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չի դիմում։ Պարոն Հակոբյան, երեք բանավեճի ժամանակ իշխանության ղեկավարը կոչ էր անում երկու ուժերի, որ գնան դիմեն։ Դրանից ավելի շատ կոչ էր անում ուղիղ, վարչապետը ասում էր դու գնացեք դիմեք։ Ինչ է դա նշանակում։ Նշանակում է, որ դրթում է, որ դիմեն իր շահերի համար, բայց հուսով եմ, ես գիտեմ, որ հաղորդում ավելի ուշ է դուրս գալու, հուսով եմ, այդպիսի պատմական ճակատագրական սխալ իրենք չեն անի, որովհետև մեր պատմությունը մի քանի ճակատագրական սխալով մենք եկել ենք այստեղ, եւս մեկ ճակատագրական սխալ չեն անի։ Մարդիկ հոգնել են իրենցից, իրենք սպառել են իրենք անհավասարակշիռ են, չկայուն չեն կարողանում, չի ստացվում իրենց մոտ, պետք է փոխվեն։ Եվ դրա համար տեսնելով հարցումների արդյունքները փորձելու են ինչ-որ բան անել, եթե փորձեն հետևանքների պատասխանատվությունը ես չեմ ուզենա ուղղակի ընտրական process-ից դուրս process-ներ լինեն։ Շատ լավ, գալով քարոզարշավին, որովհետև ըստ էության այսօր վերջին օրն է քարոզարշավի, վաղն արդեն լռության օր է եւ հունիսի 7-ին քաղաքացիները գնալու են ընտրատեղամաս իրենց ընտրությունը կատարելու։ Դուք շուրջ 29 օր հնարավորություն ունեցաք շփվելու քաղաքացիների հետ, ներկայացնելու ձեր ծրագիրը, լսելու նրանց դիտարկումները, հաջողվեց հասցնել այնինչ ցանկանում եք։ Կարծում եմ այո, պարոն Հակոբյան, հենց այս քայլերն է դրա հետևանք են։ Կարծում եմ ուղղակի շատ մեծ փոփոխություն է տեղի ունեցել մեր հանրության մեջ, մարդիկ տեսել են մեր ծրագրերը, որ ուժը կարող է ապահովել մեր կարիքավոր ընտանիքներին, որ էլեկտրականության գումար չտան։ Մենք ծրագրով, մեր քայլով հնարավոր է 20 օր հետո, այսինքն իշխանությունը կառավարություն ձևավորումից հետո Հայաստանում կարիքավոր ընտանիքները, աղքատության մեջ գտնվող ընտանիքները 600,000 մարդու մասին է խոսքը։ Էլեկտրականության գումար էլ չեն տալու։ Իսկ ով է տալու։ Տալու է լինելու աղքատության հաղթարման հիմնադրամ, որը
մասնակի պետությունն է սուբսիդավորելու, իսկ մեծ մասը տալու է հայկական գործար աշխարհը մեր գործընկերները այդ ֆինանսավորումը անելու են։ Ջրի առումով չկա որևէ ուժ, որ կարողանա այդպիսի բան անի։ Աղքատ ընտանիքները 600,000 մարդու մասին է խոսքը։ Ջրի գումարը կարիքավոր ընտանիքը չի տալու է աղքատության հաղթարման հիմնադրամը։ Մինչև մենք աղքատությունը հաղթարենք մեր երկրում։ Սա է ծրագիրը մեր։ Մենք աղքատության հաղթարման այս ծրագրով սա հեղափոխական փոփոխություն է մեր երկրում։ Դա շարունակական ծրագիր է լինելու, թե հնարավոր է այսպես մի քանի ամիս ձեր գործընկերները այդ գումարները տան հիմնադրամին, հետո հասկանան, որ շարունակական։ Իրապես շարունակական ծրագիր է լինելու։ Մենք նախանշած 5 տարվա ծրագիր ունենք։ Եվ Սամվել Կարապետյանը իր կապերով ապահովելու է դա, իր հնարավորություններով դա ապահովելու է։ Չի եղել Հայաստանի պատմության մեջ այսպիսի առաջարկ։ Բոլոր գյուղերում, բոլոր քաղաքներում աղքատ, կարիքավոր ընտանիքների էլեկտրականության վճարը վճարվելու է աղքատության հաղթարման հիմնադրամը։ Ջրի վճարը վճարելու է աղքատության հաղթարման հիմնադրամը։ Իսկ ծայրահեղ աղքատ մարդկանց, ովքեր որ 150,000 դրամից, ովքեր որ հացի խնդիր ունեն, ամսական 5 հոգանոց ընտանիքը 150,000 դրամ է ստանալու որպես նպաստ, էլի աղքատության հաղթարման հիմնադրամից։ Ես վստահ եմ, որ բազմաթիվ քաղաքացիներ կան, ովքեր որ ասում են, դե լավ, էս 30 տարի մենք ինչ խոստում ասես, որ չլսեցինք։ Մեկն ասում է թոշակներն այսքան է բարձրանալու, լսել են նախորդ ընտրություններին։ Այ չափելի ցուցիչը ո՞րն է եւ ինչու է այս անգամ պետք է հավատա։ Շնորհակալ եմ։ Անցյալը, պարոն Հակոբյան։ Երբ մենք գնում ենք մարդկանց հետ հանդիպելու, մենք ներկայացնում ենք երկու թուղթ։ Գրքույկ, մի ամբողջ գիրք, գրքույկ փոքր, թե ինչ արեց Սամվել Կարապետյանը վերջի տարիներին Հայաստանում, իր միջոցներից Հայաստանի համար, եւ մի հատ թուղթ, մի գրքույկ, ինչ է արել, եւ մի թուղթ, թե ինչ է նա ասում, որ կանի։ Մենք պետք է համեմատենք մարդու անցյալը։ Այս մարդը ունեցել է հնարավորություն անելու, արել է։ Մարդը, ով հարյուրավոր միլիոններ է բերել Հայաստան, ով տասնյակ հազարավոր աշխատատեղեր է ստեղծել, ով դրա մասնագետն է, պետական, իրավաբանական եւ իրավական հնարավորություններ ունենալով, պետական ինստիտուտների հնարավորություններ ունենալով, տասնյակ անգամներ ավելի մեծ արդյունք է ցույց տալու ժողովրդի համար ողի վրա։ Եվ դա լիներ մարդ, ով այդ փորձը չուներ, հնարավոր հրաշալի մարդ, բայց այդ փորձը չունի, մարդը չունի կառավարչական փորձ։ Եվ նա այդպիսի խոստումներ տար։ Իհարկե մեր հասարակությունը կարող է ասել կասկածելի է, բայց այս մարդը ամենամեծ հայկական ընկերություն ստեղծած մարդն է, եթե ինքը չէ, էլ ով։ Պարոն Կարապետյան, գալով նաև այսպես բուն քաղաքական մասին բավականին շատ քննարկվեց այս քարոզարշավի ընթացքում հնարավոր արտաքին միջամտության հարցը։ Դուք նման միջամտության փորձեր կամ հենց միջամտություն տեսնում եք, թե ոչ։ Պրոցեսների ժամանակ, ընտրական պրոցեսների ժամանակ Հայաստանը, գիտեք, ինչպես եմ ես տեսնում, հայկական սփյուռքի մոբիլիզացիան եմ տեսնում։ Ամեն հանդիպումների ժամանակ մեզ մոտենում են Ֆրանսիայից եկած հայեր, Բելգիայից եկած հայեր, շատ ինձ Ամերիկայից եկած հայեր, ովքեր ասում են զգալով, թե ինչ ջրբաժանի առաջ ենք, որ մեր այլընտրանքը այս պահին Հայաստանի էթնիկ միատարության խախտումն է, այսինքն հայ ժողովրդից բացի այլ ժողովուրդ Հայաստան բերել բնակեցնելու խնդիր կա, մարդիկ հայրենանվեր իրենց հայրենիքի հանդեպ սիրով գալիս են Հայաստան։ Այլ միջամտություն չկա, ես չեմ տեսել, եթե լինի, մենք ուրախ կլինենք, որ ով այդպիսի միջամտություն անի, օրինակ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը, որ դուրս է գալիս եւ հայտարարում է, որ մենք աջակցում ենք Փաշինյանին։ Այդպիսի աջակցություններ չլինեն։ Մենք պետք է այնպես անենք, որ ոչ մի երկիր մեր երկրի ներքին հարցերին չխառնվի։ Իսկ Ռուսաստանի այս սահմանափակումներին ինչպես է այդ դեպքում վերաբերում նաև այս կոնտեքստում։ Ճիշտը որ ասեմ, լավ չենք վերաբերվում։ Դա դրանից վնասվելու է հայ գործարարը, դրանից վնասվելու է հայ գյուղացին։ Բայց դրա պատասխանատուն Փաշինյանի բանակցային Բայց ասում են այդ կերպ ցանկանում են ձեզ օգնել։ Տխրահռչակ Փաշինյանի բանակցային ձիրքը։ Զելենսկին բերելը ինչ կապ ունի մեր հետ։ Զելենսկին ով է հրավիրել Հայաստան։
իրար 100,000-ներով կոտորել են։ Զելենսկին Ադրբեջանել է գնացել ամեն դեպքում, Այո, բայց Ադրբեջանը ունի այլընտրանքներ։ Ադրբեջանի տնտեսությունը այլընտրանքներով ձևավորված է, երբ մենք ասում ենք դու այլընտրանք չես ձևավորել, արդյունաբերություն չունես, որ Եվրոպա ապրանք ծախես, Ամերիկա ապրանք ծախես, Մերձավոր Արևելք ապրանք ծախես, դեռ մի փչացրու հարաբերություններդ որևէ մեկի հետ, դեռ չէ, մի փչացրու։ Ստեղծի այլընտրանքներ, որ ավելի անկախ լինես։ Մենք ասում ենք տնտեսական անկախությունը, դա անկախության սկիզբն է։ Եթե քո առևտուրը Հայաստան եկող գումարի մեծ մասը մի երկրից է գալիս, թող չփչացնի այդ հարաբերությունները, մինչև այլընտրանքներ ձևավորենք մենք մեր երկրում։ Այս արդյունաբերական հիմնարկները, որ ձևավորվում են, ինչ է անելու։ Արտահանելու է, որտեղ այլ երկրներ։ Իշխանություններն ասում են, Ռուսաստանն օրինակ ասում է դե ազգային ժողովում օրենք ընդունեցին Եվրամիությանն անդամակցելու։ Իսկ այդ օրենքը երբ է ընդունվել ու երբ են այդ սահմանափակումները կիրառում։ Հետևաբար, արդյոք ըստ ձեզ եւ դուք չեք կարծում, ես ճիշտ եմ հասկանում, որ այս սահմանափակումները կապ ունեն ընտրական գործընթացների հետ։ Զելենսկին կանչել է, սուր ճոճել է, Զելենսկին Հայաստանի մայրաքաղաքից։ Իսկ Զելենսկին է այս հարցում մեղավորը։ Ուղղակի այսպես ասեմ, Զելենսկին մեղավոր չէ, Զելենսկին իր երկրի շահով եկել է եւ եւս մեկ հակառակորդ է ուզում ստեղծի, եւս մեկ հակամարտություն է ուզում ստեղծի, որպեսզի հավասարակշռի իր հակամարտությունը։ Ում հետ որ ինքը հակամարտություն ունի, այդ երկրի հետ ուզում է նոր հակառակորդ ստեղծել։ Բայց մենք իրավունք չունենք, նոր թշնամի տեղ չունենք, նոր հակառակորդի տեղ չունենք։ Ամենավոխերիմ թշնամիները նախկին ընկերներն են։ Մենք տնտեսական նորմալ հարաբերություն ունենք, սուս մնան, քիչ է մնացել։ Իրենք մինչև էդ էլ կարող են ուղղակի վնասը ամեն իրանց խոսքը Հայաստանի տնտեսությանը։ Զելենսկի գալը որևէ օգուտ չկար, այստեղից սուր ճոճելը 100,000-ավոր մարդկանցով իրար կոտորում են։ Մի քանի 100,000 մարդ է մահացել։ Մենք ինչու ենք մտել այդ խաղի մեջ, չեմ հասկանում։ Որն է մեր շահը։ Ինչ որ մի շահ դուք տեսնում եք, պարոն Հակոբյան։ Մեր նպատակը ի՞նչն է։ Դուրս գալ այս քաղաքական հակադրություններից, բլոկային հակադրությունների մեջ մենք չկանք։ Հայաստանը լինելու է բլոկային հակադրություններից չեզոք։ Ինչ է դա նշանակում։ Նշանակում է, որ մենք այնպես ենք անելու, որ թե Եվրասիական միության հետ հարաբերությունները, թե արևմտյան աշխարհի հետ հարաբերությունները դրական է լինելու եւ մենք բացատրելու ենք մեր բոլոր գործընկերներին, որ մենք փոքր երկիր ենք, մենք սփյուռք ունեցող երկիր ենք, մենք իրավունք չունենք որևէ կողմ գրավել։ Բոլորը կարող են վստահ լինել մեզանից որևէ հակադրություն իրենց չի գնալու, որևէ վնաս չի գնալու։ Դուք խոսեցիք նաև Սփյուռքի ներուժն օգտագործելու մասին, այս օրերին բավականին շատ, այսպես քննարկվեց նաև Ռուսաստանից բավականին մեծ թվով մեր հայրենակիցների Հայաստան գալը եւ դա ասում են պատահական չէ ու կապված է ընտրական գործընթացի հետ եւ նրանք շատերը գալիս են, շատերին ըստ տարբեր ձևակերպումների ուղարկում են, որպեսզի գան եւ ընտրեն ձեր քաղաքական ուժին, ձեր մեկնաբանությունը։ Պատահական է մեծ հոսքը դեպի երկու մասի բաժանենք ձեր խոսքը, գալը։ Մենք տեսնում ենք մասսայական թռիչքներ Եվրոպայից, մասսայական թռիչքներ։ Վրաստանից մասսայական հայերը գալիս են Հայաստան, որտեղ տեսնում են վտանգը։ Մարդը դուրս է եկել եւ Սփյուռքին ասել է, Սփյուռքը եկել է պատասխանի հետևից։ Ասել է ին վրա հույս չդնեք, Հայաստանն ու Սփյուռքը, իրական Հայաստանը կապ չունի Սփյուռքի հետ։ Իր գաղափարը այդ չէր, իրական Հայաստանը 3 միլիոն Հայաստանն է, 10 միլիոն հայությունը չի։ Սփյուռքը եկել է պատասխանի հետևից։ Ինչ է նշանակում։ Այս մեր հայրենիքն է, դու Հայաստանը 3 միլիոն Հայաստանը չի մենակ, դա մեր երկիրը 10 միլիոն հայությունն է։ Եվ մարդկանց հայրենիքն է, նույն մարդկանց, ովքեր հավասար իրավունք ունեն մեր հողի վրա, ինչպես ես եւ դուք։ Բայց քաղաքացիներից մեկը, պարոն Կարապետյան, գործընկերներիցս մեկի հետ զրույցում ասում էր 55 հոգով եկել ենք, թե հետո ինչ կլինի, չի հետաքրքրում, կարևորը Սամվելը ազատության մեջ լինի։ Սա ինչպես եք մեկնաբանում։ Մարդը տեսնելով մեր պայքարը եկել է։ Մենք մենակ շնորհակալ ենք այդպիսի մարդկանցից։ Իրենք մարդը բարձ ասում է, չի թաքցնում, չէ՞, ասում է եւ ամեն մեր հավաքի ժամանակ ես տեսա Ֆրանսիայից մի քանի խումբ մարդիկ, Կանադայից մարդիկ տեսա, ովքեր եկել են հատուկ սրա համար։ Սա Սփյուռքի պատասխանն է, Սփյուռք ուրացությանը։
Արցախը ուրացել ենք, մենք ունեցել ենք երամիասնություն։ Հայաստան, Արցախ, Սփյուռք։ Արցախը ուրացել է։ Սփյուռքին ասել է իրական Հայաստանը դա 3 միլիոն հայությունն է, այսինքն 7 միլիոնանոց Սփյուռքը Հայաստանի հետ կապ չունի, ասել է մեր վրա հույս չդնեք, Շվեյցարիայում է ասել։ Եվ բառացիորեն կարող եմ ցիտել, բայց միտքը նույնն է։ Սփյուռքը եկել է վերադարձել է պատասխանով։ Ինչ է նշանակում։ Սա քո սեփականությունը չի։ Էս մեր հայրենիքն է, մեր պապերի հայրենիքն է եւ Հայաստանի կառավարման վատ լինելու պատճառով են մարդիկ թողել գնացել։ Գործարանների, մենք գործարանների, որի մասին մենք ասում ենք, դրել գործարանները մետալալոմի գնով քանդել, ծախել են, չեն հանձնեն գործարարների, իմ մասնագիտության տեր, իմ գոլեգաներին, որ աշխատացնեն։ Այդ պատճառով աշխատանք չլինելու համար գնացել են հայերը։ Մենք պետք է վերականգնենք այդ գործարանները, որ հայերը հետ գան, ոչ թե ասենք կապ չունենք իրար հետ։ Պարոն Կարապետյան, քարոզարշավի այս ընթացքում բավականին շատ քննարկվեց նաև այն թեզը, գուցե այդպես ձևակերպեմ, հա, որ դուք ասում եք, այ 300,000 ադրբեջանցիներ եւ այլն, եւ այդ թեզն էլ ոչ միանշանակ ընդունվեց, որովհետեւ դա մեղմ ասած ասցին ապատեղեկատվություն է։ Պարոն Հակոբյան, շնորհակալ եմ այդ հարցի համար։ Ես ուզում եմ մեր հայրենակիցներին ներկայացնեմ, եթե կամերան հնարավորություն ունենար ցույց տա, Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության տվյալները, որ 3 բանավեճում մենք սա ցույց տվեցինք։ Ինչ է ասում արտաքին հետախուզությունը Հայաստանի։ Ասում է, որ Ադրբեջանի կողմից պետական մակարդակով առաջ տարվող այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի եւ Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի ուղեկցող գործողությունները էականորեն բացասաբար են ազդում եւ ռիսկեր են ստեղծում։ Բայց դա չի նշանակում, որ ուժային մարմինները սթափ գնահատում են իրավիճակը, այսինքն պատրաստ են այդտեղից դրանից վտանգ, վախի մթնոլորտ եւ այլն։ Այո, ու այստեղ ուրիշ բան կա։ Ադրբեջանը նոր ազգային գաղափարախոսություն դարձնելով այս հարցը, սա արտաքին հետախուզության ծառայության Հայաստանի պետական անվտանգության կառույցի հաշվետվությունն է, որ ասում է, որ սա դառնում է նոր գաղափարախոսություն Ադրբեջանի, որի մասին Հայաստանի հասարակությանը չեն տեղեկացրել։ Այս մարդիկ Օրդուբադում Մեղրիից 10 կիլոմետր հեռավորության վրա վերադարձ Արևմտյան Ադրբեջան մեծ ֆորում են անում ընտրությունից 11 օր հետո։ Իրենք ամեն օր նոր գաղափարախոսություն են սարքում։ Մենք չենք լսում սա։ Հիշում եք, երբ որ ասում են սահմանադրության փոփոխելու հարցը, այստեղ էլ երկրորդ բանը, սահմանադրության փոփոխման հարցը շատ էին հարցնում Փաշինյանին, թե արդյոք դա նախապայման լինելու է խաղաղության պայմանագրի։ Ուրեմն հունիսի 12-ին 2024 թվականի, տարուկես 2 տարի առաջ Փաշինյանը հայտարարել է, սահմանադրության փոփոխությունը բանակցության մաս չի կարող լինել։ Հիմա էլ ասում են բանակցության մաս չէ։ Բայց փոխում են, չէ՞, սահմանադրությունը իրենց պայմաններով։ Եվ ասում են մենք վաղուց ունենք այդ նպատակը։ Փոխում են սահմանադրությունը իրենց ասած պայմաններով ու անկախության հռչակագրի հանելով։ Այսինքն իրենք չեն փոխում, նոր սահմանադրություն են գրում, որովհետև անկախության հռչակագիրը փոփոխվող կետ է։ Նոր սահմանադրություն են գրում։ Ինչ է սա նշանակում, որ ինքը բառացի ասել է սահմանադրության փոփոխությունը բանակցության մաս չի կարող լինել, բայց վերջում փոխել է սահմանադրությունը։ Հիմա ասում է ադրբեջանցիների վերադարձը չկա այդպիսի բան, 3 բանավեճի ժամանակ ուղիղ ինձ ասում էր, հենց սա ցույց էի տալիս, ասում էր սա հին բան է։ Ցույց տվեցի, որ 26 թվին, 2026 թվին մեր ազգային պետական անվտանգության ծառայությունը սա ներկայացրել է, որից պատասխան չեղավ։ Ասում են ավելի շատ դուք եք ադրբեջանական այդ խոսույթները այստեղ շրջանառում, քան իրենք ադրբեջանցիները։ Մենք կարողանանք ճնշում գործադրել, որ այդպիսի բան չանեն։ Երբ որ դու տեսնում ես տանկ է գալի քո վրա, զգուշացնում ես ընկերոջը տանկ է գալի մեր վրա, թե ասում ես եկեք տանկից չխոսանք, տանկից որ խոսում ենք, դա դառնում է օրակարգ մեր կյանքում, բայց տանկը մոտեցավ արդեն։ Մեր վրա տանկ է գալի, մեր վրա տրակտոր է գալի։ Պետք է ասենք, որ գալիս է, ու դրա համար մենք միջոց ենք առաջարկում, որը խաղաղ ամենաճիշտ միջոցն է։ Խաղաղության պայմանագրի ստորագրելուց հետո ընդունելու ենք հակասապարովյան օրենք, որով ադրբեջանցիներին իրավունք չի տրվելու Հայաստանում հող գնել, իրավունք չի տրվելու նվեր ստանալ որևէ բան, իրավունք չի տրվելու բնակարան գնել եւ 10 օրից ավել Հայաստանի տարածքում լինել։ Վերջում 20 վայրկյան ձեր խոսքը քաղաքացիներին, քանի որ ըստ էության մեր եթերաժամը մոտեցավ իր ավարտին։ Սիրելի հայրենակիցներ, իրար հետ մեծ ճանապարհ անցանք, իրար հետ մոտ ենք աղթությանը, մեծ փոփոխությանը, գնացեք ընտրությունների, արեք ձեր քայլը։ Սիրելի հայրենակից, դու ունես հնարավորություն, որ իրար հետ
ստեղծենք ուժեղ Հայաստան, մեծ փոփոխություն բերենք ու մեր մեջ կուղենք։ Բոլորս իրար հետ շնորհակալ եմ ձեզանից այս աջակցության համար։ Շնորհակալություն։ Հեռանկարում ուժեղ Հայաստան դաշինքի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանն էր։